նիկոլական իր պահվածքը, իր խոսքերը, իր հայտարարությունները եւ հատկանշական է, որ եղբայրներ նույն օրը մայր տաճարում վեհապարեի թափորներ առաջնորդում, խնդրեմ։ Դե դա խոսում է ինչի մասին, տեսեք այդ Ստյոպան ձեր ասում էր, եթե Ալիևն էլ ինձ ասի, որ ես պատարակ պիտի մատուցեմ, ես դա կանեմ, պիտի ուղղակի ինքը հասկանա, սթափվի եւ հասկանա, որ Նիկոլ Փաշինյանը նրանք, ովքեր Նիկոլ Փաշինյանի համար մինչև վերջ են օգտագործվում, նրանց տեղը լինում է կամ բանտը, կամ քրեական ինչ-որ գործերով, ինչ-որ գործողություններ է իրականացնում այս իշխանությունը։ Հիմա այս Ստեփանը մինչև վերջին խազը օգտագործվեց Փաշինյանին։ Ինքը պատարակը վերածել էր Փաշինյանի գովերքի, պատարակը հասկանում ենք, որ Փաշինյանի ողջ այս վերջին ամիսների ողջ գործողությունները միտված են պղծելու հայ առաքելական եկեղեցին, բայց Էջմիածնում դա չստացվեց, Հովանավանքում դա չստացվեց, կուզի թող ամեն կիրակի գնա Հովանավանք, վստահեցնում եմ, որ գնալով նույնիսկ այն ոստիկաները, որոնք այդ օր հատեցին կարմիր գիծը, այն ԱԱԾ-ի աշխատակիցները, որոնք հատեցին, որոնք բիրտ ուժ կիրառեցին եւ այն քաղաքացու նկատմամբ եւ հոգեվորականները, որոնք հրում էին մեր համահայկական ճակատշարժման անդամին, նրանք դարձի կգան։ Ես վստահ եմ, որքան երկարի այս ժամանակը, այնքան դա աշխատելու է ի վնաս Փաշինյանի ամբողջ այդ գործողությունների նպատակը մեկն էր, քանդում սկսել, քանդել եկեղեցու ներսում գործընթացներ սկսել եւ որոշ հոգեվորականերով գալ Սուրբ Էջմիածին եւ այնտեղ, որտեղ այս օրերին նաեւ սպասվում է քաղաքապետի ընտրություն եւ քաղաքական բոլոր ուժերը լծված են քարոզարշավի, ես ասեմ, որ Էջմիածնում Փաշինյանի նույնիսկ քաղաքական սխեմայով խաբուսիկ պատկեր է ստեղծված, որովհետև ինչպես Երևանում, ինչպես Գյումրիում, էլի իր գրպանային ընդդիմությունը խաղի մեջ է մտել, դե տեսեք, ասենք վաղարշապատցի թոշակառուն կամ չգիտեմ երիտասարդը, որ իր ուսմամբ է զբաղվում, քաղաքականությամբ այդպես շատ տարված չէ, բերում են, տալիս են բուկլետներ, ասում են, տեսեք, սա հզոր հայրենիքի թեկնածուն է, տեսեք, սա հանրապետություն կուսակցության թեկնածուն է, մի մասի համար հզոր հայրենիքը վաղուց այլևս հիշողությունից կորսված կուսակցություն է, բայց ես ուզում եմ հանուն վաղարշապատցիների ճիշտ ընտրության ասեմ, որ հզոր հայրենիքի ղեկավարը Քոքոբելյանը բիզնես կապեր ունի Նիկոլ Փաշինյանի հետ, նրա բիզնեսները նաև Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո ասում են, բարգավաճում են, նաև ասում են, որ Նիկոլ Փաշինյանի եղբայրը նրա ընկերություններից մեկում տնօրեն է աշխատում, այդ շահկապվածությունը, որ բերել է բիզնեսմենին, ով գուցե եւ Վաղարշապատի համար ինչ-որ աշխատանքներ է կատարել, բայց բերել ասել է, դե գիտենք, այդ ինչպես է լինում, ասում են կամ մտնում ես այս ցուցակ, կամ կոռուպցիոն սխեմայով գնում ես բանտ, շատերի նկատմամբ դա կիրառվել է, ովքեր իրեն հլու հնազանդ չեն ենթարկվել, գրեթե բոլորի նկատմամբ այդ մեխանիզմը կիրառվել է, հիմա այսպես բերել է, մտածում է, դե բիզնեսմեն տղա է, ունի կոլեկտիվ, ունի աշխատողներ եւ այլն, բերել է իր ընկերոջ կուսակցությունով, ասել է մտի խաղի մեջ, սիրելի վաղարշապատցներ, գնալով ընտրության հիշեք, որ այդ կուսակցությունը պարզապես աշխատելու է Նիկոլ Փաշինյանի համար, այդ թվում նաև Արամ Սարգսյանի կուսակցությունը, հանրապետություն կուսակցությունը գոնե Երևանի ավականու ընտրություններում շատ բացահայտ ցույց տվեց, որ երևանցու քվեն, այն երևանցու, որ կարծում էր, թե այդ կուսակցությունը ընդդիմադիր է, երևանցու քվեն շատ սիրուն ծախվեց Նիկոլ Փաշինյանի, Տիգրան Ավինյանին եւ ՔՊ-ին։
Դե էլ Արգիշտի Մեխակյանի մասին չեմ խոսում, ես մի անգամ ասել եմ, հիմա էլ եմ ասելու, ասում եմ, որ Արգիշտի Մեխակյանի համար շատ կոնկրետ աշխատում է, այդպես նաև էջմիածնում են ինձ փոխանցել, որ շատ կոնկրետ աշխատում է տարածքային կառավարման նախարարը, նրա թեկնածությունը առաջադրել է Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը, եւ մենք տեսնում ենք, որ այս օրերին, որտեղ, ասենք, լինում է մի որոշակի ծրագիր, Փաշինյանի կողքին հայտնվում է տարածքային կառավարման նախարարը։ Տարածքային կառավարման նախարարին հորդորում եմ լինել սահմանամերձ գյուղերում, լինել սահմանամերձ մեր մարզերում, տեսնել ինչ խնդիրներ ունեն Հայաստանի սահմանամերձ մարզերը, Գեղարքունիքը, Տավուշը, Շիրակի մարզը, գնացեք զբաղվեք ձեր խնդիրներով, տեսեք ինչ խնդիրներ եք ստեղծել սահմանամերձ մարզերում եւ թող Նիկոլ Փաշինյանի թեկնածուն Մեխակյան Արգիշտին ինքը որոշի, ինքը կկարողանա այդտեղ դառնալ համայնքի ղեկավար, թե ոչ։ Դե այդ իշխանական ռեսուրսի կիրառումը ցավոք այս ողջ ընթացքում մենք տեսանք, որ կիրառվեց բոլոր առումներով, շարքային վաղարշապատցու թանկ վճարած հարկի հաշվին, մենք տեսնում ենք գովազդների պաստառների թանկացումը, այնպիսի գներ են դրել, կարծես Փարիզում է փակցված այդ գովազդային պաստառը, այդ բոլոր հարկերը այսօր շատ սիրուն, ինչ որ տարբերակով ծառայեցվում են, որպեսզի Արգիշտի Մեխակյանի այսպես մի մեծ, չգիտեմ, երևի 5 մետրը 5 մետրի վրա պաստառները փակցվեն Մերձավանից մինչև Վաղարշապատի մուտք, Վաղարշապատի մուտքից մինչև այն ամենավերջին Շահումյան գյուղը։ Երեք մենք փորձում էինք համահայկական ճակատ կուսակցության տեխնացուի փոքրիկ պաստառներ են, որպեսզի նաև քաղաքը քիչ կեղտոտվի, որպեսզի մենք կարողանանք մարդկանց այդ բանը տրամադրության վրա քիչ ազդել, այդ պաստառը տեղեկատու փակցնել, պարզվեց, որ քաղաքում տեղ չկա։ Որտեղ գնում ես, Արգիշտի Մեխակյանի այդ հսկայական պաստառներն են։ Վաղարշապատցին քիչ է մնում Սառնարանը բացի, Արգիշտի Մեխակյանի պաստառը իր դեմքին գա։ Դե այդպես չի կարող լինել։ Էլ չեմ խոսում, որ ամբողջ այդ քաղաքապետարանը լծվել էր, իրենց տեխնիկայով քաղաքապետարանի ամբողջ տեխնիկան բարձրացել են շենքերի, չգիտես որտեղրանք Արգիշտի Մեխակյանի պաստառներն էին խփում։ Ասեմ, որ այդ պաստառները ոչ փրկություն են Նիկոլ Փաշինյանին, ոչ փրկություն են Արգիշտի Մեխակյան։ Եվս մի բան էլ նկատել եմ, որ Արգիշտի Մեխակյանի պաստառների վրա այդ ԿՊ-ի դրոշը այնքան փոքր մի անկյունում այսպես հազիվ երևում է, որ մտածում են մարդիկ չեն հասկանա, որ Արգիշտի Մեխակյանը Նիկոլ Փաշինյանի թեկնածուն է։ Նիկոլ Փաշինյանը էջմիածնում այսօր մի քանի ճակատով է կռիվ տալիս, մեկ Արգիշտի Մեխակյանով, մեկ Հանրապետություն կուսակցությունով, մեկ Հզոր հայրենիքով։ Մեր խնդիրն է, որ նաև Վաղարշապատցուն կարողանանք ճիշտ ուղու վրա դնել, որպեսզի չհայտնվի խաբված երևանցու կարգավիճակում, որ մարդիկ գնացին ձայն տվեցին իբրև ընդդիմություն, հետո այդ քվեն ծախվեց Նիկոլ Փաշինյանին, ծախվեց գուցե ոչ բառիս իմաստով կամ գուցե եւ բառիս իմաստով, ես չգիտեմ այդ ծախվելու արդյունքում օրինակ ինչ ստացան այդ մարդիկ, ովքեր որոշեցին, որ պետք է օրինակ Արամ Սարգսյանի ձայներով Տիգրան Ավինյանը 9%-ով կարողանա ղեկավարել Երևան քաղաքը եւ այսպես ապականել Երևանը։ Սիրելի վաղարշապատցիներ, եթե չեք ուզում ունենալ նույն Երևանի պատկերը, թանկացած տրանսպորտ, աշխարհում ամենաաղտոտված օդով մայրաքաղաք կամ ձեր քաղաքը այդպեսին կլինի, աղբի մեջ կորած քաղաք, ասֆալտը այսօր անում են, հաջորդ օրը գալիս մի տեղից քանդելով գնում են, որպեսզի նորից այդ ասֆալտը փռեն։ Մենք հասկանում ենք, որ դրա արդյունքում նաև Արամ Սարգսյանի օգնությամբ Տիգրան Ավինյանի քաղաքապետ դառնալու արդյունքում մենք այսօր ունենք
ապականված Երևան եւ ունենք խոշոր փողատեր Տիգրան Ավինյանի հայրիկ, խոշոր փողատեր Տիգրան Ավինյանի մայրիկ, $500,000 տուն մայրիկը ունի, $500,000-ից ավել, ասում են $600,000 տուն էլ Տիգրան Ավինյանի հայրիկը ունի։ Եթե դուք չեք ուզում ունենաք նույն պատկերը, դուք սրանից առաջ տեսաք Նիկոլ Փաշինյանի տեխնացուն ինչ արեց։ Շատ լավ տեսակ Ձինուլիկի գործողությունները, դարձավ ամբողջ այդ ամուսնու ընտանիքով դարձան բենզալցակայանների տերեր, չգիտես, բիզնեսների տերեր, հազար ու մի բանի տերեր դարձան, բայց որևէ մեկը տեսավ, որ օրինակ այն 800 հոգանոց ոստիկանական զորքը մտներ Վաղարշապատ Փաշինյանի քաղաքապետ Ձինուլիկին այդպես բանով խրախճանքով տաներ դատարան, ինչպես օրինակ արվեց Գյումրիում։ Մենք այսօր տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքապետը խողովակի գող է, տեղ համայնքում խողովակի գող է։ Բա ինչի չեք գնում, հիմա էլ անօրինական հանք է շահագործում, մամուլը գրել էր, բա գնացեք այդ 800 հոգանոց զորքով ձեր այդ խողովակի գողին, ապօրինի հանք շահագործողին բռնությամբ բերեք նստացրեք։ Որտեղ քաղաքապետ եք նշանակել, 2-3 տարում դարել են միլիոնատեր տղերք ու կամ աղջիկերք։ Հիմա սիրելի Վաղարշապացիներ, դուք ուզում եք նույն պատկերը ստանաք։ Եթե ուզում եք, ուրեմն դուք կարող եք գնալ այդ ընտրության։ Եթե չէ, ապա կան շատ արժանապատիվ տեխնացուներ, մասնավորաբար Համահայկական ճակատ կուսակցության տեխնացուն 25 տարվա զինվորական ծառայություն ունի մատուցած Արցախին, Արցախի դիրքերի պահպանումից Վարդենիս, Տավուշ, պահել է մեր դիրքերը, պահել է մեր զինվորների կյանքը եւ հիմա եկել է, որպիսի ծառայի իր հայրենիքին։ Տեսեք, ծանոթացեք տեխնացուների ծրագրերին, գնացեք ձեր ընտրությունը կատարեք եւ ընդհանրապես ուզում եմ ասել, որ աշխարհում հատկապես պատերազմներից հետո ամենառացիոնալ կառավարումը, օրինակ Ֆրանսիայում Դգոլի ժամանակ ամենառացիոնալ կառավարումները եղել են զինվորականների կողմից, որովհետև խրամատում կանգնած զինվորականը, այն էլ ոչ թե 5 տարի, 10 տարի, 20, 25 տարի կանգնած զինվորականը շատ լավ է հասկանում, եթե խրամատը ճիշտ կարողանում է կահավորել, զինվորի կյանքը ճիշտ կարողանում է կարգավորել, ճիշտ կարողանում է զինվորի սնունդը, զինվորի քնելուց մինչև դիրք տեղափոխումը, այդ ամեն ինչը կարողանում է ճիշտ կառավարել, քաղաքի կառավարումը, առավել ևս, որ քաղաքը կառավարվում է նաև այդ մարդկանց ստացած հարկերից եւ պետության սուբսիդիաներից, այնպես չի, որ այդ պետության սուբսիդիան էլ ասում են կառավարելը շատ ավելի հեշտ կլինի, այնպես չի, որ այդ պետության սուբսիդիան, որ ասում են, գիտե, կառավարություն է տաս, դե կներեք, կառավարությունը այդ սուբսիդիան տալիս է իմ, մյուսի, մնացածի հարկերի հաշվին։ Մեր հարկերով մեր վրա չփորձեք լավություն ծախեք։ Հիմա որ այդ ԿՊ-ի տեխնացուն ասում, այսքան մետր, այսքան կիլոմետր ճանապարհ, այսքան այն Ձեր եղել եք ավականի, եղել եք մարզպետ, եղել եք պատգամավոր, մարզպետ, խոյ խոշորացված համայնքի ղեկավար, փոքրիկ մի գյուղ կա Լեռնամերձ, մինչև հիմա գազաֆիկացված չի այդ գյուղը, փոքր գյուղ է, մինչև հիմա հանրայինի եթերում ասում եք գազաֆիկացված, գնացեք տեսեք ում գազը վառեք գազ կգասմա, ավարտական ակտին ենք սպասում, մենք լավ գիտենք, այս երկրում ավարտական ակտը կարող է տևել մինչև 4 տարի, 5 տարի, Աստված գիտի այն ժամանակ ձեզանիցով որտեղ կլինի, կամ կոռուպցիոն որ գործարքով մյուս իշխանության կողմից որտեղ հայտնված կլինի, մեծ խոսելով չէ, իշխանական ռեսուրսը կիրառելով չէ, երկիրը քանդելով եկել հասել են, հիմա էլ մտել են Վաղարշապատ մի քանի ուժով, ես նույնիսկ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն գրպանային մյուս ուժերին,
ովքեր չեն մասնակցում վաղարշապատի ընտրություններին, որովհետև օրինակ Փաշինյան Նիկոլը կարող էր 3-ի փոխարեն այնտեղ լցնել, ասենք մի 10 գրպանային ընդդիմություն, մենք տեսել ենք, չէ, գնացել իր ձեռքը սեղմել են, իրեն բարևել են, մտել են, խոսել են, այդ գրպանային ուժերին շատ լավ գիտենք, մեկին հրաման է տրվում գնալ ռազմաբազայի վրա, մեկին հրաման է տրվում մյուսը անել, մեկին հրաման է կարող էր դա անել, դա էլ չի արել, կամ գուցե այդ ներուժը չեն ունեցել, վստահ եմ, որ ավելի շուտ այդ ներուժը չեն ունեցել, որովհետև ամեն մեկը չէ, որ կհամաձայնվի դառնա Նիկոլ Փաշինյանի գրպանային ընդդիմության ավականու թեկնածու։ Հիմա մենք ուղղակի ուզում ենք հորդորել, որ վաղարշապատի յուրաքանչյուր խոշորացված համայնքի յուրաքանչյուր ընտրող ծանոթանա այդ թեկնածուների անցած ուղուն, այն երեքի մասին չեմ խոսում, նրանցից յուրաքանչյուրին տված ձեր քվեն գնալու է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ով իր ընտանիքում կորոշի, որ գնում է քվե տալու Նիկոլ Փաշինյանին, ինքը գնալու է քվե տալու այդ Նիկոլ Փաշինյանի ուժին, ինքը գնալու է քվե տալու Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությանը եւ Նիկոլ Փաշինյանի այդ մի քանի հոգանոց թայֆայի կողմից մայր աթոռի նվաճմանը։ Փաշինյանի բոլոր գործողությունները ինքը սպասում է, որ Էջմիածնում ավարտվեն ընտրությունները եւ հետո ինքը նվաճի մայր աթոռը։ Դուք շատ լավ, ովքեր դիտել են Փաշինյանական թեկնածուին ուղված հարցերը, ասել են կմասնակցեք Նիկոլ Փաշինյանի կողմից մայր աթոռի այդ վրա հարձակմանը, այդ հավաքին, այդ Փաշինյանի կողմից հավաքները ինձ համար հարցակում են, նվաճում են մեր եկեղեցու դեմ։ Կմասնակցեք, ասել է կգա օրը կիմանաք, այդ օրը լինելու է ընտրություններից հետո։ Փաշինյանի թեկնածուն, սիրելի վաղարշապատցիներ, ձեզ հետ անկեղծ չէ անգամ հավատքի մասով, ձեզ հետ անկեղծ չէ անգամ մայր աթոռը գրավելու մասով։ Ասում են Կտրիշ Ներսիսյան, թե Սրբազան կաթողիկոս, ասում է ես այդ հարցին չեմ պատասխանի։ Ինչու չես պատասխանի։ Պատասխանի հավատավոր ընտրողները, Սուրբ Էջմիածնի ընտրողները թող իմանան ով է այդ մեծ պաստառների տղան։ Պատասխանի թող իմանան դու Նիկոլ Փաշինյանի հանուն Նիկոլ Փաշինյանի կարմիր գիծ միջև վերջ անցնելու ես, թե ոչ։ Չեմ խոսում, որ Փաշինյանը ոչ միայն այդ իր թեկնածուների, նրանց հերոս օրինակ Արգիշտի Մեխայկյանի հերոս հոր հիշատակը պղծեց այս գործողություններով։ Հիմա մենք ինչ ենք ուզում, մենք ուզում ենք, որ վաղարշապատը ունենա արժանի թեկնածու եւ այդ երեք երբ որ վաղարշապատցիներին ներկայացվում էր Արտյոմ Սիմոնյանի կենսագրությունը բուկլետների հանձնման ժամանակ, ոմանք ասում էին փշաքաղվեցինք, ոմանք ասում էին մենք ընտանիքով ձեր կողքին ենք, ոմանք այդ հայրենասիրական երգերը, որոնք ուղեկցում էին Քարոզ Արշավին լսելով, բռունցքներ էին սեղմում, ազդանշաններ էին տալիս, դրանից ենթադրություն, որ մարդկանց մեջ ոչ Փաշինյանը եւ իր թայֆան կարողացել է կոտրել հայրենասիրությունը, ոչ զինվորի ու զինվորական համազգեստի նկատմամբ վերաբերմունքը ու երախտագիտությունը եւ ոչ էլ դե Հովանավանքն ու Սուրբ Էջմիածինն էլ վկա, ոչ էլ կարողացել է սասանել մեր քրիստոնեական հավատքը։ Սա վաղարշապատի մասով